Սեփական սահմանադրությանը համապատասխանելու ժողովրդավարական եւ ինքնիշխան պետություն լինելու հարցերում հավարտվող տարին մեր երկրի համար կարելի է ձախողված համարել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը։ Մտել ենք այնպիսի շրջան, որ մեզ հրավիրում է ամեն ավելի բարձր պատասխանատվության, նախընտրական շրջան է, քաղաքական արդահերթը հերթական, իմ կարծիքով արձագանքներ ներարկան կարևոր չեն, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը մեծ փոփոխությունների նախաշեմին է եւ այս փոփոխություններ իրականացնելիս պետության ղեկին գտնվող քաղաքական ուժը պիտի առաջնորդվի հենց այդ սկզբունքով։ Իհարկե օրենքը պիտի գործի բոլորի նկատմամբ, բայց առաջի հերթին պաշտոնյաների, նախագահների, վարչապետների, պատգամավորների, ընդդիմադիրների, բոլորի մերձավորներից, խնամիներից, ընտանեկան անդամներից սկսած Պատգամավորին մտահոգում են առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Այս առումով ըստ նրա չափազանց կարևոր է գաղտնազերծման կամ լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը, որն առաջադրել է Ժառանգություն խմբակցությունը։ Ինքնամաքրման տեսակետից ես կարծում եմ, որ անհրաժեշտ քայլ է, որը ուղղված չէ, միայն ուղղված չէ նախահանրապետական, այսինքն խորհրդային KGB-ին, այլ օդար բոլոր ծառայություններին, դա վերաբերում է բոլորին, եւ իմ կարծիքով Հայաստանի քաղաքացին պետք է իմանա այդ մարդու անունը, ով ունեցել է առնչություն որպես գործակալ։ Ռաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը անդամակցելու հարցին, նշելով, որ իրենց ակնկալիքները մեծ են։ Առաջին իսկ օրվանից Ժառանգությունը մասնակցել է այդ կուսակցության միջազգային գործընթացներին ԵԽԽՎ-ում եւ այլուր Ժառանգությունը հենց առաջի օրվանից եւ հետ մինչեւ օրս մասնակցել է ԵԺԳ խմբում։ Ուրիշները եկել գնացել են կամ անգամ մասնակցել են այլ խմբերում, որը որոշ հագասականություն է գրում իր մեջ, բայց բոլոր դեպքերում Ժառանգությունը առանձնապար եւ իր ծրագրային եւ քաղաքական դրույթներից ելնելով դիմել է։ Կարևորն ըստ դրա ոչ թե անդամակցությունն է, այլ այն ճիշտ օգտագործելը։ Նինա Զիզյան, Սարգիս Բուղադարյան, Civilnet։